Ովքեր օգտվում են Facebook-ից, այսպիսի բան նկատած կլինեն։ Ինչ որ մի օգտատեր դիմում է իր ընկերներին. «Ժողովուրդ, խնդրում եմ օգնեք, ինձ արգելափակել են»։ Եվ ընկերները սկսում են խաչեր դնել այդ գրածի տակ, որպեսզի հանեն արգելափակումից։ Այդ խաչերը օգնում են, թե չէ, չեմ կարող ասել։ Ամենայն դեպս հավանաբար չեն էլ օգնում։ Բայց այդ արգելափակումը ունի իր նախապատմությունը։ Այդ մարդը ամենայն հավանականությամբ կոնֆլիկտի մեջ է մտել ինչ-որ մեկի հետ կամ զբաղվել հայոյաբանությամբ։ Facebook-ը նկատել է կամ նկատել է ինչ-որ մեկը եւ բողոքել է այդ պրոֆիլի վրա։ Բավականին տարածված է հայոյաբանությունը Facebook-ում։ Նույնիսկ դեպքեր են լինում, որ մտնում են Messenger, հայոյում են, ապա արգելափակում քեզ։ Հայոյանքով զբաղվում են նույնիսկ կանայք։ Իսկ ամենազվարճալի բանը, որ տեսել եմ, չգիտեմ ինչքանով է զվարճալի, դա այն էր, երբ տարիներ առաջ Facebook-ում Տիգրան մեծ պրոֆիլը վեճի մեջ էր մտել Աշոտ Երկաթ պրոֆիլի հետ եւ իրար հայոյում էին ամենավերջին խոսքերով։ Վերջում Տիգրան մեծը բարկացած բղավեց. «Դու ախր ինչ Երկաթ, դու նույնիսկ պրովոլկա էլ չես»։ Իդեպ իմ համար հետաքրքիրն այն էր, որ այդ պրովոլկա բառը արտասանում է Տիգրան մեծը, իսկ ես մի 50 տարի է այդ բառը չէի լսել ընդհանրապես։ Դուք օրինակ չեք կարող հանդիպել որևէ վրացու, որը բացի պրոֆիլ Թամար Թագուհու կամ այլ թագավորի անունով եւ զբաղվի հայոյաբանությամբ։ Այսինքն Facebook-ը դարել է աղբանոց,